Երբևէ մտածել եք, ինչ է մնում մեզանից, երբ մենք մահանում ենք։ Մաշկը անհետանում է, աչքերը մարում են, ուղեղը, սիրտը, բոլոր այն օրգանները, որոնցով մենք սիրում էինք, ատում էինք, վախենում էինք, դրանք բոլորը դառնում են հող։ Բայց կա մի բան, որը հաղթում է ժամանակին։ Մի բան, որը մնում է հողի տակ հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիներ։ Դա մեր ոսկորն է։ Ինչու է բնությունը ստեղծել մի հյուսվածք, որը գրեթե անմահ է։ Արդյոք դա պարզապես մարմնի հենարան է, թե մի բան, որի մասին մենք գաղափար չունենք։ Այսօր մենք բացելու ենք մարդու մարմնի ամենամեծ գաղտնիքը։ Ես ձեզ կապացուցեմ, որ ձեր ոսկորները դա ձեր մարմնի կոշտ սկավառակն է, որտեղ գրված է ոչ միայն ձեր, այլև ձեր տատիկների ու պապիկների ողջ կյանքը։ Եվ ամենակարևորը, մենք կհասկանանք, թե ինչու են աշխարհի բոլոր կրոնները, քրիստոնեությունից մինչև բուդդիզմ, պաշտում սրբերի ոսկորները։ Սա պարզապես հավատք է, թե մոռացված ֆիզիկա։ Եկեք անկեղծ լինենք։ Երբ մենք լսում ենք ոսկոր բառը, մենք պատկերացնում ենք կմախք, մահ, սառը մի բան, բայց իրականում ոսկորը կյանքի ամենախիտ ձևն է։ Գիտնականները տարիներ շարունակ մեզ ասել են, ոսկորը կալցիում է, ֆոսֆոր է, բայց էզոթերիկան և հին իմաստունները միշտ ասել են այլ բան։ Նրանք ասում են, որ ոսկորը քարացած լույս է։ Ոսկորը բյուրեղ է։ Եվ եթե դուք ունեք անբացատրելի ցավեր մեջքի շրջանում, ծնկներում կամ ատամների խնդիրներ, որոնք ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել, ուրեմն այդ ցավը ձերը չէ։ Դա հիշողություն է, որը արթնացել է ձեր ոսկորների մեջ։ Եկեք մի պահ մոռանանք միստիկան և խոսենք մաքուր ֆիզիկայից, շատ պարզ լեզվով։ Ինչ է համակարգչի հիշողությունը։ Ինչի վրա ենք մենք գրում ինֆորմացիան։ Սիլիցիումի վրա, այսինքն բյուրեղի վրա։ Բյուրեղները ունեն մի հատկություն. նրանք կարողանում են պահել ինֆորմացիան միլիոնավոր տարիներ։ Հիմա ուշադիր։ Մեր ոսկորները կազմված են ապատիտ կոչվող նյութից։ Եթե դա նայենք մանրադիտակի տակ, կտեսնենք, որ այն ունի իդեալական բյուրեղային կառուցվածք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ձեր յուրաքանչյուր ոսկոր, ազդրոսկրից մինչև ճկույտ, իրականում չիպ է։ Այն գրառում է ամեն ինչ։ Կա մի հրաշք երևույթ, որը կոչվում է պիեզո էֆեկտ։ Երբ դուք սեղմում եք բյուրեղը, այն էլեկտրականություն է արտադրում։ Հիմա պատկերացրեք, ամեն անգամ, երբ դուք քայլում եք, ձեր ոսկորները սեղմվում են և էլեկտրական հոսանք են արտադրում։
Այդ հոսանքը գնում է սիրտ, գնում է ուղեղ։ Դուք ինքներդ ձեզ լիցքավորում եք։ Բայց ամենակարևորը, այդ էլեկտրական դաշտի մեջ գրվում են ձեր զգացմունքները։ Երբ դուք շատ ուժեղ վախ եք ապրում, այդ վախը էլեկտրական ազդակով դաջվում է, քարանում է ձեր ոսկորի մեջ և մնում է այնտեղ ընդմիշտ։ Մենք գիտենք, որ ջուրը հիշողություն ունի, բայց ջուրը գոլորշիանում է, իսկ ոսկորը դա ջրի ամենակոշտ վիճակն է։ Էզոթերիկները ասում են, որ ոսկորը նյութականացած ոգին է։ Ահա թե ինչու, երբ մարդասպանները փորձում են թաքցնել հետքերը, նրանք փորձում են ոչնչացնել մարմինը, բայց ոսկորները միշտ մնում են ու խոսում են։ Դատաբժիշկները ոսկորից կարող են իմանալ ինչ է կերել մարդը, ինչ հիվանդություն է ունեցել և այլն։ Բայց միստիկները ասում են ավելին։ Ոսկորից կարելի է կարդալ, արդյոք այդ մարդը երջանիկ է եղել, թե տառապել է։ Որովհետև տառապանքը փոխում է ոսկորի կառուցվածքը։ Եկեք գնանք դեպի մեր հավատքը։ Հայ առաքելական եկեղեցում և ընդհանրապես քրիստոնեության մեջ կա մասունքների պաշտամունք։ Մենք գնում ենք Էջմիածին, տեսնում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը։ Ինչ է այն։ Դա սրբի ձեռքի ոսկորն է, ամփոփված ոսկու մեջ։ Մենք հերթ ենք կանգնում, որ դիպչենք դրան։ Շատ սկեպտիկներ կասեն, դա ընդամենը մեռացյուսվածք է, ինչ իմաստ ունի, բայց հիշեք, ինչ խոսեցինք քիչ առաջ։ Ոսկորը յուրեղ է, այն կրիչ է։ Երբ Սուրբը իր ողջ կյանքում աղոթել է, ճգնել է, նա հսկայական աստվածային էներգիա է կուտակել։ Երբ նա մահանում է, նրա հոգին գնում է երկինք։ Բայց ուշադրություն, նրա աղոթքի վիբրացիան մնում է ձայնագրված նրա ոսկորների մեջ։ Դա նման է լիցքավորված մարդկոցի, որի էներգիան երբեք չի սպառվում։ Եթե մտածում եք, թե սա իմ հորինածն է, եկեք բացենք Աստվածաշունչը։ 4-րդ Թագավորաց գրքում կա մի ցնցող պատմություն։ Մի մարդու թաղելիս հանկարծակի թշնամիներ են հարձակվում։ Մարդիկ վախից այդ մեռած մարդու մարմինը արագ գցում են մոտակա գերեզմանի մեջ։ Դա Եղիսե մարգարեի գերեզմանն էր։ Եվ ինչ է կատարվում։ Հենց որ մահացածի մարմինը դիպչում է Եղիսե մարգարեի ոսկորներին, նա կենդանանում է։ Սա ֆանտաստիկա չէ, սա Աստվածաշունչն է։ Սա ուղիղ ապացույց է, որ սրբի ոսկորը մեռած չէ։ Այն կյանքի աղբյուր է։ Ահա թե ինչու են մասունքները բուժում։ Դուք դիպչում եք ոչ թե ոսկորին, այլ դարերով կուտակված սուրբ էներգիային։ Բայց սա միայն քրիստոնեությունը չէ։ Հրեաները ունեն մի առասպել լուզ ոսկորի մասին։ Նրանք ասում են, որ ողնաշարի վրա պոչուկի մոտ կա մի փոքրիկ ոսկոր, որը չի վառվում կրակում, չի փշրվում մուրճի տակ։ Ըստ ավանդույթի, հենց այդ ոսկորի մեջ է Աստված պահել մարդու ծրագիրը,
որպեսզի աշխարհի վերջում վերականգնի մարդուն։ Դա մեր սև արկղն է։ Իսկ Տիբեթում բանականները մահացած վարպետների ոսկորներից ֆլեյտաներ են սարքում։ Սարսափելի է հնչում, բայց նրանք հավատում են, որ երբ փչում են այդ ֆլեյտան, ձայնը անցնում է սուրբ ոսկորի միջով և դառնում է օրհնված ձայն։ Տեսնում եք, ամբողջ աշխարհը գիտեր այս գաղտնիքը։ Հիմա եկեք վերադառնանք մեզ, մեր մարմնին։ Էզոթերիկայում ոսկորները կապված են Սատուրն մոլորակի հետ։ Սատուրնը կարմայի, ժամանակի և պատասխանատվության տերն է։ Գիտնականները մկների վրա մի փորձ են կատարել։ Մկանը վախեցրել են բալի հոտով։ Նրա ձագերը ծնվել են ու վախեցել են բալի հոտից։ Թորները նույնպես վախեցել են։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ձեր տատիկը 1915 թվականին սոված է մնացել կամ փախել է թշնամուց, այդ սարսափը գրվել է ձեր ոսկորների մեջ, անցել է գենետիկայով և հիմա ապրում է ձեր ողնաշարի մեջ։ Երբևէ ունեցել եք մեջքի ծանրություն, կարծես մի պարկ ցեմենտ եք շալակել, բայց իրականում ոչինչ չեք արել։ Սա ձեր ֆիզիկական ծանրությունը չէ, սա ձեր տոհմի ծանրությունն է։ Ողնաշարը ձեր տոհմածառն է։ Պարանոցի ցավը ճկունության պակասն է, երբ չեք կարողանում ներել։ Մեջքի մեջտեղը մեղքի զգացումն է։ Մեջքի ներքևի հատվածը, գոտկատեղը, ֆինանսական վախերն են, որոնք ձեր պապիկներից են եկել։ Դուք կրում եք ուրիշի բեռը։ Ձեր ոսկորները հիշում են այն, ինչը դուք նույնիսկ չգիտեք։ Իսկ ինչ անենք։ Առաջին հերթին գիտակցենք։ Երբ ինչ-որ տեղը ցավում է առանց պատճառի, հարցրեք. սա իմ ցավն է, թե նախնիների։ Երկրորդ, շարժում։ Ոսկորը սիրում է ճնշում։ Յոգան, ձգումները, պարը, դրանք պարզապես մարզանք չեն։ Դուք բառացիորեն ջարդում եք հին էներգետիկ կապերը։ Դուք ազատում եք փակված էներգիան։ Եվ երրորդ, շնորհակալություն։ Գնացեք ձեր նախնիների գերեզմաններին, բայց ոչ թե լաց լինելու, այլ ուժ խնդրելու։ Նրանց ոսկորները ալեհավաքներ են։ Խոսեք նրանց հետ։ Այսօր մենք հասկացանք մի կարևոր բան։ Մենք պարզապես միս ու արյուն չենք։ Մենք քայլող պատմություն ենք։ Մեր ոսկորները դրանք տիեզերքի ամենաամուր նյութն են, որը պահում է մեր էությունը։ Մի վախեցեք մահից, ձեր ոսկորները կմնան, ձեր ինֆորմացիան կմնա, և հաջորդ անգամ, երբ կմտնեք եկեղեցի ու կտեսնեք մասունք, մի նայեք դրան որպես մահացած մասնիկի։ Նայեք դրան որպես մի հզոր ռադիոընդունիչի, որով կարող եք կապվել Աստծո հետ։
Եթե այս տեսանյութը փոխեց ձեր վերաբերմունքը ձեր իսկ մարմնի հանդեպ, խնդրում եմ դրեք լայք։ Գրեք մեկնաբանություններում զգացել եք արդյոք, որ ձեր ոսկորները ցավում են եղանակի փոփոխությունից կամ պատմարություններից, եւ անպայման բաժանորդագրվեք Արգան բլոգին։ Մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացելու։ Սիրեք ձեր մարմինը, հարգեք ձեր նախնիներին եւ հիշեք, դուք ավելին եք, քան տեսնում եք հայելու մեջ։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք շուտով, բայց մինչ այդ առողջ եղեք։